Ողջունենք մեր սիրելի ագընտիրները հայ-ռափոական դաշնակցության Լավալի Սարգիս Զետլյան Գոմիդեի գաղափարական խաչմերուկ հայդակրեն այսօր մեծ բադիվ ունենք հարցազրույց մգադարելու Լիբանանի Աստակ օրաթերթի խմբակիր դնորեն ընկեր Շահան Քանդահարյանի Կանադայի Հորիզոն շաբաթաթերթի վարիչ խմբակիր ընկեր Վահագն Կարակաշյանի եւ Կանադայի Հայ-ռափոական դաշնակցության Գետրոնական Գոմիդեի անդամ եւ Հայ Թադի գրասենյակի դնորեն ընկեր Սևակ Բելյանի հետ։ Բարի եկած եք ընկերներ։ Այսօր խոսելու ենք Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման, որին ցավալիորեն նաև միացել է պաշտոնական Երևանը, խոսելու ենք Սփյուռքի դիմադրությունը այդ առնչությամբ եւ առհասարակ ցեղասպանության 110-ամյակին յետադարձը դեպի 100-ամյակ եւ Այո, ընկեր Վահագն, առաջին հարցումը ուղենք ցեզի։ Ընկեր Վահագն, հայ ցեղասպանության պատմության մեջ 50-ամյակը եւ 100-ամյակը ինչով հատկանշվեցավ մեր պատմության մեջ։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի, ասենք, անգյունատարածային բահը հատկանշվի հատկապես համահայկական հռչակագրով, այսինքն հայոց ցեղասպանության այն համահայկական հռչակագիրը, որ հրապարակվեցավ 2015 թվականին։ Եվ այդ հռչակագիրը ինքնին պատմական անգյունատարածային, ասենք, բահը ստեղծեց, որ համահայկական իղձերու ամբողջացումն էր այդ հռչակագիրը, ուր գտրսևորվեր ամբողջ հայ ազգի իղձերու իրագործման ճանապարհ, այսինքն բարինպուն իմաստով ճանապարհային քարտեզը գծվեր, թե հայոց բանջարդիրական տադը ինչ է եւ դեպի ուր գերտա։ Եվ անշուշտ հռչակագրի գիզագետը, հռչակագրի էությունը նաեւ կգայանա այն, ասենք, գլխավոր ենթաբաժնի կամ բաժնի մեջ, որ հռչակագրը հadouk ծևով գշեշտ է 1920 թվականի օգոստոս 10-ի Սևրի պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի Միացյալ Նահանգներու նախագահ Վուդրո Ուիլսոնի իրավարարական վճռի ներկործոն, ասենք, կարևորությունը հայոց ցեղասպանության հետևանքներու հաղթահարման գծով։ Ուրեմն այդ անգյունատարածային բահը 100-ամյակի բահը շատ հատկանշական է մեր, ասենք, պատմական դոմարներուն մեջ։ Ընկեր Շահան, հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով եղավ հռչակագիրը, ինչպես որ ընկեր Վահագն նշեց, եւ կուզեինք հասկանալ, օրինակ, հռչակագրում խոսվում է պահանջատիրության մասին, ազգային միասնականության մասին, ընկեր Վահագը շատ տեղին մեջբերումներ արեց, այդ թվում նաեւ պատմական արտահայտության վերականգնման մասին։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք բավական փոփոխություն այս առնչությամբ եւ տեսնում ենք Հայաստանի ներկա իշխանությունների կողմից այս ամենը անտեսվելու, մեկ կողմ նետվելու պատկեր։ Արդյոք սա պատահական է կամ ոչ, ինչու է այդպես։ Այո, Գևարք շատ ճիշտ նշեց, որ 100-ամյակը հատկանշվեցավ ցեղասպանության 100-ամյակի հռչակագրով, որում ներկայացված էին բոլոր կողմերը, եւ Հայաստանի Հանրապետությունը, եւ Արցախի Հանրապետությունը, հայ քաղաքական ուսանողներին, հարաբերությունները, միությունները, այսինքն գուցե եզակի փաստաթուղթ էր, որ համահայկական օրագարկերու նշում գներ ու վերիշեր կճշտեր եւ նաեւ համահայկական օրագարկերու ձևավորման ամենահիմնական թրուկները բանասել ինչ որ գազը որ աննախընթաց էր վերջին ժամանակակից մեր պատմության մեջ բացի հռչակագրեր կգազել նաեւ որ շատ կարեւոր էր կառուցագարկումը համահայկական աշխատանքներով որտեղ հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական ստաժով դարաշրջանային ասախումբեր դերական ասախումբեր փրկացել բրույց Նաև անցում պիտի կատարեն 100-ամյակի աշխատանքներու ավարտեն ետք դեպի համազգային խորհուրդ։ Համազգային խորհուրդ նաև Սփյուռքի ներկայացվածությունը
սկսած էր քննարկվի իրավական ձևով պետության որոշումներուն մասնակից դարձնելու ես բախտ ունեցա մասնակցելու առաջին խորհրդակցություններուն եւ իրավական այն ուղիներու նախանշումները, նախագծումները կգրադարվեին այդ խորհրդակցություններուն, որպեսզի պետական անձնաժողովը եւ տարածաշրջանային անձնախումբերը վերափոխվեին դեպի համազգային խորհրդի։ Շատ կարևոր մեկ ուղղություն եւս կար, որ այնտեղ հանձնարարված էր Սահմանադրության թատրոնի օրվա նախագահին, որպեսզի իրավական նաև նախագիծը պատրաստ է թղթածրարի հատուցման թղթածրարի, որովհետև ի վերջո բոլորս գիտենք, որ ճանաչումը ինքնանպատակ չէ, պիտի հաջորդե հատուցման, ուրեմն մեր թղթածրարը միջազգայնացնելու իրավական ուղիները ճշտելու, որդեգրելու այդ ամբողջ աշխատանքը։ Ուսեմ մեր պահանջատիրության պետականացման գործընթացը սկսած էր։ Դուք ճիշտ նշեցիք, որ երկար ծրավ, այո, շատ կարևոր երկար ծրավ, շփոթաբար, որովհետև այդ համազգային խորհրդի ձևավորման խորհրդակցությունները քննարկումները անկախվեցան, այսօր որևէ ձևով հղում չի կատարվի համահայկական հռչակագրին, որ միայն ցեղասպանության ուրեմն հետևանքներու հաղթահարման փաստաթուղթ չէր, այլ ընդհանրապես մեր համահայկական օրակարգերու ձևավորման եւ մեր հետագա աշխատանքները ուղենշելու աշխատանքային թուղթ էր եւ բացի այն է, ոչ միայն համահայկական հռչակագիրը մենք ականատեսենք նաեւ այն բոլոր հայտարարությունները, որոնք ուղին դեպի սահմանադրության փոփոխություն, որ հիմնականին մեջ կհետավնտե կգործեմ անկախության հռչակագիր, սահմանադրություն, իրավական հղումի վերացումը, սահմանադրության նախապանել անկախության հռչակագրի հղում կատարող այդ բաժինի դուրս բերելը սահմանադրել, ինչը նաև իրավական առումով իր լիազորություններեն կվարվի անկախության հռչակագրը կվերածվի բարձրապես փարոյական ունեցող հռչակագրի։ Ուրեմն գիրավազրկե անկախության հռչակագրի իրավադրույթները, այսինքն համայն այության իղձերու վերականգնում, ուրեմն պատմական արտարության վերականգնում, ցեղասպանության միջազգային ճանաչման սադար կապնելու հռչակագրային եւ բնականաբար նաեւ սահմանադրական իրավունք եւ նաեւ անշուշտ Արցախի վերամիավորումը Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն այս բոլորը դուրս կգան սահմանադրություններն, կգործընծնեն իրենց իրավական ուժը, իրենց սահմանադրականությունը, եթե այդ հղումը դուրս գա։ Ինչ որ նաեւ Ադրբեջանի պահանջն է եւ գործող իշխանությունները չեն բախել, որ իրենք պիտի երթան սահմանադրության փոփոխության եւ վարչապետի վերջին հայտարարություններում մեջ հստակ էր, որ անկախության հռչակագիրը պիտի դարանչատվի սահմանադրութենեն։ Ուրեմն հիմնական ենթացները վերջին շրջանին քիչ առաջ նաեւ նշվեցավ Սևրի պայմանագրի աժմիական իրավականության ոչ միայն համահայկական հռչակագրի մեջ ներառված, այլ նաեւ բարձրագույն դիրքերը հայտարարված նախորդ իշխանություններու կողմից, որ Սևրը եւ Ուիսունյան իրավական վճիրը, իրավարար վճիրը գշարունակեն մահել իրենց աժմիական եւ իրավական նշանակությունը։ Ուրեմն ասիգա ըստ էության մեր տարածքային մահանջատության պետականացման համազոր հայտարարություններ ամենաբարձր մակարդակով։ Այս բոլորը այսօր դուրս եկած են շփոթաբար պետության օրակարգերը։ Ընկեր Սևակ այժմ հարցումը ցեզի որպես հայտարարի գրասենյակի տնօրեն։ Ընկեր Սևակ հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման կորձը մանավանդ վերջին 8 տարիներուն նույնպես դժուժած է։ Ուրեմն գգարտանք United States Holocaust Memorial Museum-ը եւ Genocide Watch-ը գշեշտեն, որ ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը կդգարացնե պատմական արդարության բանջները, ինչպես նաեւ
International Crisis Group-ը գնշե, որ Հայաստան, Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան աս երկխոսությունները կամ համացանությունները նույնպես բաժարով նույնպես գդուժե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Արդյոք կարելի է այս մասին նաեւ խոսել։ Հավանաբար ասանցնող դարիներում կան թե այլ պատճառներ, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի ուզել ասել, որ երկրորդական հարց դարձած է, բայց հավանաբար նույն թափով չի շարունակվի։ Այստեղ մի քանի պատճառներով, հավանաբար թիվ 1 դժբախտաբար կամ կյանքաղ պատճառներով, եւ բայց շատ հստակ պատճառներով ասանցնող առնվազն 4-5 տարիների ընթացքին մեր հավաքական գետրոնացումը հիմնականի մեջ եղած է Արցախյան հիմնահարցը։ Այդ չի նշանակել, որ հայտարարի անձնախումբերը կամ մեր մարմինները եւ գազագերբությունները եւս երկրորդական հարցի վերածարան ցեղասպանությունը երբեք, բայց անմիջական հարցը միշտ եղած է Արցախյան հարցը եւ այդ ուղղությամբ է, որ հարաբերական աշխատանքները ավելի դարված են միջազգային բերություններով հետ։ Բայց ինչ կվերաբերի ընդհանրապես, այսինքն քաղաքական մեր բաններ շրջանագեն դուրս մեր անմիջական վերահսկողությունն դուրս գտնվող քաղաքական պատճառներում անշուշտ ներկա վարչախմբի Հայաստանի Հանրապետության ներկա վարչախմբի վարած քաղաքականությունը իրենց քաղաքական դիվանագիտական այդ տարածաշրջանային շահերը բնականաբար դրացուցած են հայոց ցեղասպանության այսպես ասած prominence-ը ոչ միայն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, բայց ենթագիտակցաբար նաև ընդհանրապես հայ ժողովրդի մոտ ընդհանրապես։ Այս մեկը հավանաբար գնանք ասում մասին վիճիլ, բայց անուղղակի ցավով եւ պետությունը ինքնին դեր չի գտնել այդ ինչպես հիմա նշվեցավ համայնքական հրճակագրի մեջ նշված դույթներուն այդ մեկը pedagogan մագարտակով արժեվ չի մղել ժողովուրդը ինքնաբերաբար նաև ժողովուրդը գերանա այդ բոլոր հարցերը եւ ներկա քաղաքական իրավիճակը ներկա գացությունը որ ստեղծած է Հայաստանի Հանրապետության ներկայացությունները կստեղծեն այնպիսի մեկ գացություն որ մեր հավաքական իշխողությունը մեր հավաքական բանջարությունը երբեմն ատամագարկված ծերեն դուրս կգա եւ գտանա ավելի սեփականությունը այս համայնքին կամ այդ համայնքին այս կազմակերպության կամ այդ կազմակերպության եւ դժբախտաբար այսպիսի բաներ մենք կլսենք հաջող կլսենք վերջերս որ դաշնակցությունը միան ավելի 24 օրը սպառված է դաշնակցությունը միան ցեղասպանություն շարակելով սպառված է եւ այլն որ շատ դեպքեր շատ դժբախտ երևույթներ են որովհետեւ այդ հավաքական բանջարության, այդ հավաքական իշխողության մոդեցումը գրեթե ամբողջ օրենասով դուրս եկած է pedagogan քաղաքականության։ Եվ այստեղ մեկ այլ բան ուզեի ավելցնել, որ դեսեք անցյալին եւ այս մեկը գաղտնիք չէ, նաեւ դարձվել մամուլով, որ հայտարարի անձնախումբերը մանավանդ մայր գրասենյակներն Ամերիկայի, Միջին Արևելքի, Եվրոպայի, Ռուսաստանի եւ այլն այս մեր մայր գրասենյակները համատունի աշխատանք կնանեին Հայաստանի արտաքին գործոս նախարարության հետ։ Այո, մենք երբեք գապած չենք եղած Հայաստանի բերության, բայց բացենի բաց գայարարային նաեւ որ որոշ համատունի աշխատանքներ կդառնի։ Այս ուղղությամբ մենք հնարավորինս կփորձեինք միասնական ցանոներ գանալ արտաքին աշխարհին։ Երբ այդ մեկը այսօր տեղի չունենա եւ ադոջիշ թագարակն է որ տեղի ունենա Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմէ բնականաբար այդ բոլորը եժխտական աստեցությունը ունենա ցեղասպանության թե ճանաչումի գործընթացին բայց առավել եւս բանջարության աշխատանքները վերաբերյալ որովհետեւ հավանաբար նաեւ գնանք համաձայնի որ ճանաչումը շատ ավելի ուժեղ թափով կընթանա կամ տեսենք բանջարական աշխատանքը։ Ադիգապանները ինչպես ինժեներները նաև նշեցին, որ համայնքական հրճակագրի մեջ այդ մեկը ներառված է, որ բանջարության շուրջ եւս որոշ հայցակարգ պետք է ստեղծվել, որոշ
աշխարհակային թույլտներ պետք է ստեղծվեին, բայց այդ բոլորին չի հասան։ Ուրեմն այսօր պետք է նախ վերականգնենք այդ ճանաչման եւ հիշարակման մտնոլորտը, որ ունենք անցյալին, ապա անցնենք անգամ եւս բանջարության աշխարհ։ Ես մի քանի կետ կուզեի խնդրեմ ներգամքի դարգել, իդեք ցեղասպանությունը շարունակվի, պաստորեն նաև շատ ավելի ամիջական ցեղասպանության մասին է խոսքը, Ադրբեջանի իրականացած ցեղասպանությունը Արցախի ժողովրդի դեմ, եւ հոս եւս գուցե նաև առաջնային օրագարկը Ադրբեջանի գործադրած ռազմական հանցագործություններու փաստահավաքը միջազգային ատյաններուն ներկայացնելու Արցախի հավաքական ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի, հետո նաև ինքնորոշման իրավունքի քիչ առաջ ընկեր Սևակը ճիշտ նշեց, որ առարգայական եւ քաղաքական պատճառներով նաև ցեղասպանության միջազգային ճանաչման այդ աշխատանքները որոշ հանգրվաններ արձանագրեցին, որովհետև շատ ավելի ամբիջական խնդիր կա, այսինքն արդիական երանգները ստացած է դժբախտաբար ցեղասպանությունը, որովհետև ցեղային զտում տեղի ունեցած է, ցեղասպանություն տեղի ունեցած է, բրդի տեղանություն ունեցած է, այս բոլորը իբր ցեղասպանական արարքներ կներառվի ցեղասպանություն սահմանումի մեջ եւ ամբիջական ներառուտելի խնդիրներ ունենք։ Երկրորդը ուզեմ ասել այն, որ ճանաչումը մեր ցեղասպանության ես կգործեմ, որ 100-ամյակով արդեն մեկ քայլ անտին անցած է, հիմա ճիշտ է, որ պետական մագարտագիր վրա այդ բոլորը արգախվեցան, բայց մենք հատուցման թղթածրարի վրա մեր աշխատանքները կենտրոնացնելու խնդիր ունենք, որովհետև գիտեք, հիմա Թրամփը ցեղասպանություն բառը ըսավ, չսավ, այդ դեղաբնույթի մեջ չվերադառնանք, որովհետև Միացյալ Նահանգները իր նախագահով նախորդ, ձեռագույնով, կոնգրեսով, բոլորը արձանագրած են վերջ, Միացյալ Նահանգները ջանցած են, երկիրները ջանցած են, մենք արդեն անցած էինք ճանաչման հատուցման թղթածրարի պատրաստության աշխատանքներում եւ այս առումով կարծեմ, որ եթաստ չէ հագարակ այլ այսօրվա քաղաքական անգամակներում պատճառներում։ Երրորդը ժողովրդի մասին ակնարկություն եղավ քիչ առաջ Գերսևագին կողմը, ես պիտի չուզեի աջավարել սրու, որ ժողովուրդը գաստվի եւ կհետևի ուրեմն այսօրվա իշխանություններու ցեղասպանության նկատմամբ վարած քաղաքականության։ Ես նվավորված եմ չահերթով, որ ինձ համար եւ միջազգային ճանաչման աշխատանքներում եւ բանջարության բառաբացույց է ժողովրդային երիտասարդական նվավորված եմ նաեւ հաջորդ օրը հայրենի ժողովրդի դեմի դիզերնագապերտ հոսքով անվերջանալի հոսքով եւ որևէ թույլատում չեմ նկատած, բայց շատ մտահոգ եմ եւ ասիկա գարզեմ, որ մենք պետք է մեր ամբողջ նաեւ ուժերը քեր լարենք, որբեսի նոր սահմանադրության հանրակրվեն դավալի։ Գիտեք, ինչու մտահոգ եմ նաև, որ ոչ թե միայն անկախության հռչակագրի սահմանադրություն դառնչալումը տեղի ունենա եւ այդ իրավական թույլտները իրենց իրավականությունը գործընծնեն։ Մինչև հիմա մեր խնդիրը իշխանություններու վարած քաղաքականության հետ է, բայց եթե ժողովուրդը իշխանություններու առաջարկած սահմանադրական նախագծին համաձայնություն տա, հոն շատ լուրջ բաժանարար քիչ կստեղծվի ժողովրդի միջև։ Այսինքն ոչ միայն Սփյուռք Հայաստան դառնչալու այս հարցերու գծով, այլ նաև ներ Հայաստանին։ Այսինքն երկու մասի կբաժնվի ժողովուրդը, անոնք, որոնք այսինքն ցեղասպանության հետևանքներու հաղթահարման ամբողջ այդ հայեցակարգին կհավատան եւ անոնք, որոնք այսօրվա իշխանություններու ճագերներու մեջ իրական Հայաստանի գաղափարախոսության։ Այսինքն շատ վտանգավոր բաժանարար քիչ գլա եւ այս բարակային ոչ միայն մեր մտածողության եւ իշխանության
իրականացած քաղաքականության գլա, այլ բաժանարարությունը ժողովրդի միջև։ Ադոր համար ամեն քնով պետք է պայքարի, որ անկախության հռչակագիրը չգործընծնե իր սահմանադրական ուժը։ Այսինքն արդեն ձևավորված ճակ գոյություն ունի ձևով Սփյուռքի եւ Հայաստանի ներկայիս իրադարձությունների իրական ֆոնի վրա, այդ ճակը թերևս դառնա ավելի կործանարար, կանխենք այդ ճակը։ Պետք չէ ժողովրդային մագարտանի վրա դառնա։ Այո։ Ընկեր Վահագ, ինչպես արդեն նշեցինք բազմաթիվ մտահոգությունների կողքին, տեսնում ենք այսօր Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նոր շրջափուլ են մտել եւ այս շրջափուլի մեջ ավելի խոսվում է առանց նախապայմանների գործընթացը, որի նպատակը իբրև թե արտարացնելն է տարածաշրջանային խաղաղությունը, բայց այս ամբողջի մեջ գումարած այս ամեն մտահոգությունները, մարտահրավերները, ինչ որ նշվեցին, նորից ետ վերադառնանք եւ ասենք, որ կա մեկ լռություն, մեկ կետ, որ ցեղասպանությունն է։ Ամբողջությամբ չի հիշատակվում, կասկածի տակ դրվեց, սեղանին չդրվեց, մատնվեց լռության եւ ցեղասպանությունը այսօր շղթում է ոչ միայն Անկարան, այլ պաշտոնական Երևանը։ Կուզենայինք հասկանալ այսօր միտումը ինչու, որտեղից եկավ, ակունքը ուր է եւ ուր են ուզում հասնել։ Ցեղասպանության գծով այս ընթացքը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հավանաբար Հայաստանի վերանգախացումեն յետքասի երրորդ փորձն է։ Առաջինը, ասենք, եթե նկատի ունենանք առաջին նախագահի օրերուն թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը, երրորդ նախագահի օրով հայ-թուրքական արձանագրությունները եւ հավասիկ կուկանք այսօրվա, ասենք, չորրորդ, ասենք, ղեկավարի օրով այս բանակցությունները եւ առանց նախապայմաններու այս ընթացագարկը։ Բայց այս ընթացագարկի մեջ արդեն 2 օր առաջ վարչապետի գդարած հայտարարության մեջ ոչ թե միայն դեղադվություն կա, այլ նահանջ կա, երբ որ տուն հայտարարության մեջ գսես, որ Օսմանյան գայսրության օրով բադահած հայոց ցեղասպանություն կամ մեծ եղեր, բայց չես նշեր, չես հստակորեն մատնացույց չես ներ, որ Օսմանյան գայսրության կողմէ իրագործված Եվ անոր իրավահաջորդ նախարարը Եվ անոր իրավահաջորդը այսօրվա Թուրքիա պետությունն է։ Այնպես ինչպես եթե օրինակ պիտի բերենք համաշխարհային երկրորդ պատերազմեն անմիջապես յետ գայացավ Լյուքսեմբուրգի համաձայնագիրը Լյուքսեմբուրգի համաձայնագրով Գերմանիո պետությունը, այսինքն նացի Գերմանիո իրավահաջորդ պետությունը բարձրավորված է հատուցումներ կատարելու ողջագիզման ենթարկված հրյա ժողովրդին եւ 70-80 տարվա վրա երկարող այս ժամանակահատվածին կատարեց հատուցումները այդ հատուցումները այսօր գահստին ավելի քան 90 միլիարդ դոլար 90 միլիարդ դոլար այսինքն երբ տուն չես պահանջեր մեկը սկուդերի ոչ ոք սկուդերի վրա այսօր քեզի պիտի չհրամցնե քու իրավունքներդ համար պիտի լաս պահանջադեր այսօր նույն հանգրվանի անցած է Ճապոնը երկրորդ համաշխարհային պատերազմին Ճապոնը հադուցում կատարած է Չինաստանին Ճապոնը հադուցում կատարած է Կորեային Ճապոնը հադուցում կատարած է Ֆիլիպին գազիներուն ուրեմն մենք որ բանջադիրական մեր թղթածրարը այսօր հստակորեն գնշենք եւ կբահանջենք որ մեր բանջածը այս բադմական մեր դարածներն են, իրավունքներն են, հոդ է որ կսկսի փունսենք ենթախորքը հարցին, որտեղ Թուրքիա պետությունը շատ լավ գիտե, որ ճանաչում են եթե բադայ որ ինքը ճանաչնա հայոց ցեղասպանությունը, հաջորդ հարցը հիմնահարցը հատուցումն է եւ բադահական չէ որ հայոց ցեղասպանության 100-ամյակի անմիջական ժամանակահատվածին Թուրքիա պետությունը իր ամբաշտոն բանակնացները ուղարկեց եվրոպական գաղտնի հայ համայնքներու մոտ հյուսիսային եւ հարավային Ամերիկայի գաղտնի հայ համայնքներու մոտ որովհետեւ շոշափե սպիրկայության բազգերակ եւ հստակորեն այնտեղ այդ ամբաշտոն բանակցություններու ընթացքին նաեւ իրենց կողմի առաջարկ եղավ որ գիտեք որ հադուցումներու ցևը գա
մորցեք հողային ձեր բանջները եւ բավականացեք նյութական հատուցումով։ Ընկեր Վահագ, օրինակ այս ամենի ֆոնին, եթե սեբենք, որ մենք տեսնում ենք, որ կանխարգելիչ քայլեր են կատարվում հատուցման process-ին չհասնելու համար, բայց կարող ենք նաև նշել, որ հասնելու ենք, այսինքն պայման է ձևավորվում ստեղծելու պանթուրանական այս վաղեմի երազանքը Թուրքիո։ Այսինքն պանթուրալիզմը այսօր ինքնին ընթացքի մեջ է, որտեղ տեսանք ինչ պատահեցավ Արցախի բարակային։ Թուրքիան իր այդ ցավալաբաշխական ծրագիրներն երբեք չի հրաժարած։ Եվ ցավալաբաշխական այդ ծրագրի գլխավոր խոչընդոտը շատ լավ գիտենք, որ այսօր Հայաստանն է եւ այդ ասենք սեբը որ գար աշխարհակրական տարածքային սեբը որ գար իրենց դիմաց ադոր հենասյունը դարձած էր Հայաստանի վերանգախացումն էր ադոր հենասյունը գանտիսանար Արցախը որովհետև Արցախը որպես պաշտպանական ասենք բադվար ամբողջ Սյունիքի դարածքի պաշտպանական հենարանն էր այսինքն այնպիսի բնակիչներ էր Արցախի ասենք դարածքը որ ուղագի խոչընդոտեր այդ ասենք ցավալաբաշխական ծրագիրներում եւ այնինչ որ կատարվեցավ ասենք 2020 թվականի պատերազմի ընթացքին ես կարծեմ որ հստակորեն հերագա ասենք ցավալաբաշխական ծրագիրներում մեկ օղակը կգազմեն Ընկեր Շահան ուրեմն Anadolu Agency-ն Turkey Blames Armenian Diaspora անունով հոդվածի մեջ կներկայացնե սփյուռքի իբրև խանգարիչ ուժ Հետևաբար Հայաստանի իշխանությունները կփորձեն սահմանափակել սփյուռքյան շարժումներու աստեցությունը։ Արդյոք այսօր սփյուռքը ինչ ունի ընելիք հավելյալ չանքեր, որբեսի գարենա խոչընդոտել այս գործընթացը։ Գիտեք, շատ ին դասական մարդավարական խաղ է Անկարայի կողմը, ծայրահեղական սփյուռք, չափավորական Հայաստան, խանգարիչ դար սփյուռքի ծայրահեղականությունը Ուրեմն նույնիսկ թրկական սպիրկին 3 տարի առաջ վրանք կապված Անկարայի կողմը գազագերբվել հագաստելու համար սպիրկի կողմերը դարվող ցեղասպանության ճանաչման աշխատանքներում ցույցերում բանջարական եւ այլն բայց սպիրկ Հայաստան դարանչադելու հերթական արարն է Անկարայի կողմը։ Բայց քիչ առաջ խոսք գնաց նախապայմաններում, դասական նախապայմանները հիմա որ նայենք արդեն այս դասական պայմանները բավարարված են, նախապայմանները վերափոխված են, ավելի արտիական դեսք ստացած են։ Զանգեզուրի միջանցք, Յահկի Մինսկի խումբի լուծարման համատեղ թիմում, Ադրբեջանի թեմ հարուցված Տադական հայցերում չեղարգում, սպարազինության թատրեցում, գնակ երևագայր ես, պետք է Հայաստանը թատրի սպարազինվել է, նույնիսկ նաև հոխորդած Ալիևը, որ Հայաստանի մեջ ֆաշիզմ գա, այդ ֆաշիզմը պետք է չեզոքացվի, եթե Հայաստանի իշխանությունները չեզոքացնեն, իրենք կնան չեզոքացնեն, դեռ չեն խոսի մյուս նախապայմաններու մասին, սահմանադրության փոփոխություն, որ տարածքային բանջ կա Ադրբեջանեն, Թուրքիան նականապար միացած է այս բանջներով, այսինքն նախապայմանները անվերջ դնորոգվի։ Եվ ասիկա վերջ չունի, ամեն անգամ, որ բանակցելու կամ խաղաղության այսպես ասած պայմանագրի գնկման մոդալուտ լինելու մասին հայտարարությունները կան հանգարց նոր նախապայմաններ։ Դասական նախապայմանները արդեն իրենց համար կատարված անցյալ են եւ հիմա նոր նախապայմաններ կանչեցվեն։ Բավական բարդ իրավիճակ է, որովհետեւ ես կկարծեմ, որ գիտեք, ապրիլի 24-յան ուղերձը Նիկոլ Փաշինյանի հետևյալ առանցքային քիծը ուներ։ Եթե նկատեցիք, հոն ևս իր կողմը առաջադրվող իրական Հայաստանի քաղաքապարախոսությունը կար։ Ուղերձը հայության ուղղված չէր,
ուղերձը ուղղված էր միայն Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի մեջ ապրող քաղաքացիներին, որ ցեղասպանության հետո մեր բնելիքը պիտի լա սահմանազատված սահմանները միջազգայինորեն ջանցնել, խաղաղություն հաստատել եւ ուրեմն ավական կերտել գայուն զարգացող Հայաստանի։ Գիտեք, խնդիրը անկախության հռչակագրով համայն հայության վերաբերող խնդիր է ցեղասպանությունը, որոնք խորհրդանիշն է ապրիլի 24 եւ ապրիլի 24-ի օրը վարչապետի տված ուղերձը դառնչալու կմտցնեն դարձյալ այդ նույն բաժանարարության նվաստող գործոն է, որ ուղերձ ուղղված է միայն Հայաստան ապրող Հայաստանի քաղաքացիներին։ Ցեղասպանությունը համայն հայության արհավիկն է եւ ցեղասպանության հետևանքներով հաղթահարումը համայն հայության օրագարկն է, համահայկական օրագարկն է, այդ համահայկական օրագարկը վերածել ներ հայաստանյան եւ Հայաստանի քաղաքացիներու վերաբերող օրագարկի գաբելով իրական Հայաստանի գաղափարության։ Ընկեր Սևակ, ուրեմն շատ քվեական գոմեր Նիկոլ Փաշինյանի զվիցերյո այդ հայտարարությունը, որ ցեղասպանությունը արդյոք եղած է կամ չի եղած, որ գասկածի ձակ դրավ ցեղասպանության եղած կամ չեղած ըլլալը, նաև կգաբեն ցևոմը Ռուսաստանի մասնակցության մասին ցեղասպանության օրերուն, արդյոք որքանով աբադերեկատվություն է այս մեկը։ Այս բանակային հավանաբար բարասխանս այնպես ձևակերպեմ, այսինքն հայտարարի տիրանին է դիտված, այս քաղաքական տիրանին է դիտված, Անասնավես կազեմ շատ գայվողություն պետք չէ դառնան հայտարարություններուն, անոնք իրենց հետին ունին քաղաքական ենթատեքստեր, որ գանչվին այսօրվա ասենք տարածաշրջանային քաղաքականության փոփոխություններուն եւ Հայաստանի դերգավաճախմբի ընդհանուր համապարակին քաղաքականության ասենք պատկերացումներուն։ Առանցնապես ես կոնե շատ չէի գայվողություն այդ հայտարարություններուն, բայց այստեղ պետք է հավանաբար ընդգծել մեկ անգամ, որ այս բոլոր հայտարարությունները, որ գլան ինչ-որ նաև երկրից նշեցիր, հավելյալ հավանաբար մեկ փորձ մնե հաջողանալու արևմտյան աշխարհին եւ այստեղ բնականաբար արևմտյան աշխարհի, արևելյան աշխարհի դարբերություն չէ որ գտնենք, բայց նաև գիտենք, որ այս եկեք էջը դարձնենքի մոլեցումները ընդհանրապես ողողներն է ողուկա։ Ուրեմն հավանաբար փորձ մնե այդտեղը հաջողանալու ասենք այդ ալիքին, որ նաև անշուշտ ծերուլի է Թուրքիո եւ Ադրբեջանի։ Այստեղ ես մեկ բան եթե կարելի ավելացնեմ նաև Եշանի ասածին վրա, որ Փաշինյանի հայտարարությունը ապրիլի 24-ի շատ հստակ անուղղակի պատկան մգար այնտեղ, այսինքն հստակ եւ անուղղակի գսեմ, որովհետեւ այդպես չէ գրված, բայց հստակ էր պատկանը, որ եկեք էջը դարձնենք ցեղասպանությունը դժբախտ դեպքում է, որ վարազյանցյալին մեր ժողովրդին համար հիշենք, բայց եկեք այդ էջը դարձնենք եւ փորձենք մենք բարոյականք ապրել։ Եվ հավանաբար այս բոլորը կոնեիմ գազիկովս շատ զգուշորեն աշխարհագրված քայլեր են, այսինքն բարոյականության ասենք տոնված բանը չէ։ Եվ այս բոլորը օգտագործելի է այսօր Կանադայի մեջ, Ամերիկայի մեջ եւ ընդհանրապես։ Ես առնվազն գնամ Կանադայի մասին խոսիլ, հիմա քիչ առաջ նաեւ Եշանն գսել, որ 3 տարի առաջ թերքական իշխանությունները այսպես հրանքի չերուսին իրենց բոլոր համայնքներում, որ գազམ་ագերբվին եւ այդ հրանքին կամ այդ կոզունեության հետևանքները մենք այսօր գտեսնենք այստեղ։ Այսինքն թերքական համայնքը, որ ընդհանրապես եթե գիտի խոսենք առնվազն Կանադայի բանակային, դա մայլ եւ գինու մեջ գնալով դարբեր է։ Բայց Կանադայի բանակային ընդհանրապես գազམ་ագերբված համայնք չի եղած։ Բավական թույլ համայնք եղած են
իրենց շահերը ընդհանրապես ներկայացած է տեսփանադունը։ Բայց համայնքը ինքնին բավական բաժնված եղած է երդողանական, ագայերդողանական, գիլենական, ագագիլենական եւ այլն եւ ուրիշ շատ այլ քաղաքական եւ գյուղական բաժանարարակիցերով վրա չեն գծած երբեք համախմբվի եւ համագարկված աշխարհանք տանի լավ նվազն հագաստելու մեր գործունեությամբ։ Բայց հիմա որոշ շարժումն է որ գտեսնանք, որ թե համայնքային մագարտակի վրա, թե քաղաքական մագարտակի վրա, նույնիսկ ընդրական քաղաքականության մեջ մտնալու փորձեր կնեն այսօր, բանը որ երբեք չեն հրացան։ Այո, տեղական համայնքի որպես ներկայացուցիչներ չէ որ մասնակցին, բայց բնականաբար իրենք ունին նպատակներ եւ կողարկված պատկաններով իրենք կներկայանան իբր ասենք մտահոգ կանադացիներ, բայց նաեւ ի վերջո պիտի փորձեն իրենց քաղաքականությունը, իրենց նպատակները արժեվում են։ Այս ուղղությամբ հստակ աշխատանք կդարվի այսօր Կանադայի մեջ, թե տեղական թե ադրբեջանական համայնքի կողմէ։ Եվ այստեղ հավանաբար կարևորական բանը որ ուզեի ասել, որ իրենց այդ հարաբերական լոբիստական աշխատանքի մեջ իրենք անդադար վկայություններ ունեն Փաշինյանի ադարություններով։ Եվ երեք իսկ իմացանք, որ Փաշինյանի ապրիլի 24-ի հայտարարությունը տեղական համայնքը դարձած է տարբեր պետական ներկայացություններով, գրասենյակներով եւ այլն, ասելու համար որ տեսեք այսօր Հայաստանի իշխանությունը որ իրավական ասենք բանն է, հեղինակությունն է ժողովրդի համար, այսպես կներկայացնենք ասել որ եկեք չդարձնենք, մենք այսօր ավելի սպառվենք խաղաղ բարոյական կապելով եւ բան չունենք, այսինքն ինչպես որ անգլերեն գսեն let's not beat a dead horse, այսինքն մեռածին կբավեծենք այլևս։ Եվ այս մեկը հատկապես շատ մտահոգիչ է։ Այսինքն ամեն բոլոր բնակավարներում, բոլոր ճանապարհներում նաև բարդացնում է հայդատի աշխատանքները։ Այսինքն ստեղծելով մեծ ճակ նաև որ տվյալ երկրի ազգային կառույցների եւ տվյալ երկրի պետության միջև խոչընդոտ, այսինքն պետությունը ոչ մի պահանջ չունի, ձեր պահանջը որն է։ Այո, եւ ինչպես կսեի, կոնե իմ գազը գնամ սխալ անշուշտ որ ես կգազեմ շատ սկսուշորեն աշխատված կայլ է այս բոլորը, որովհետեւ ի վերջո տեսեք, այսինքն վստահ եմ ոչ միայն Կանադայի մեջ ամենուրեք այսպես է, որ բերությունները, դվյալ բերությունները, որոնց հետ մենք այդ աշխատանքը գտանենք, բոլորն ի վերջո միլիկան մեզի պիտի իսեն, որ տեսեք դեր մոգուկա, որ խոսակցությունը ծեր հետ գավարվի եւ կսկսի բերության հետ, այսինքն Հայաստանի բերության հետ։ Ի վերջո մենք այդ իրավական հեղինակությունը չունենք բերություն ներկայացնելու կամ պետական շահ ներկայացնելու, մենք համայնքային շահերը որ կներկայացնենք, այո, հավանաբար գաղտնիները ունենք ավելի աստեցություններ, լծակներ եւ այլն, բայց ի վերջո բերություն չենք եւ այդ իրավունքները չունենք, այդ լծակները չունենք։ Եվ ուրեմն իրենք Հայաստանի իշխանությունները, այսինքն երբ նման վարկակից կտեսավորեն, նման քաղաքականություն կտեսավորեն, հավանաբար ոչ այս տարի, ոչ կալ տարի, բայց ի վերջո դեր պիտի կա, որ մենք շատ լուրջ դժվարություններով արժե պիտի կմնենք, ինչ կվերապերի մեր այդ հարաբերական լոբիստական աշխատանքի մեջ։ Այսինքն ուրիշ մեկ այլ օրինակ տալու համար, Կանադան այսօր հավանաբար Ֆրանսիայի կողքին միակ երկիրներն է, որտեղ կշարունակի բարձրացնել Արցախյան հիմնահարցի գաղտնիաթորիթները, օրինակի համար թե ԵԱՀԿ Մինսկի խմբակի միջոցով պետք է այս հարցը բանակցված լուծման հանքի, բանի ոչ հանգած, պետք է այդ լուծումը հիմնված լա Հելսինկյան եզրափակիչ ակտի այդ ճակատագրի սկզբունքներում վրա, որոնց շարքին է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ այլն, թե այդ մեկը գսեն այս նշումները գնեն բացակույն մագարտակներով վրա, բայց գանց այն է վերության մեջ այստեղ եւ վստահաբար այլ երկրներում եւս
որ գսեն լավ Հայաստանը ոտքի ելած է Յարագի Մինսկի խումբի համադեղ լուծարման գոչերն է կամ համացանություն ուտա Ադրբեջանի նախագահանին մենք այստեղ ելած ենք եւ Յարագի Մինսկի խումբի մասին խոսենք այսինքն իրականությունները անչափված գնան երևնալ այդ մեկը անելով այո գա քաղաքական նշումներ գոմե բայց անտին pedagogan մագարտակի վրա, այսինքն այսօրվա քաղաքական տեմպը կարելի է այդ մեկը ասել, վաղվա քաղաքական տեմպը գնա ենթարկվել այդ pedagogan պաշտոնյաներու տելեֆոններում եւ pedagogan պաշտոնությունը ընդհանրապես այդ քիզը գործեք է։ Ասելու համար որ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ գսե, մենք պետք է այդ ուղղությամբ շարժենք։ Ի վերջո իրենք են որ ունին այդ իրավական հեղինակություն։ Եվ նույնը կարելի է լա ցեղասպանության մասին։ Հավանաբար ոչ նույնքան դրությամբ որովհետև ցեղասպանությունը նաև պատմական փաստ է եւ այսինքն հավանաբար նույնքան մեկնաբանության ենթակա չի գնալ ինչքան ասենք Ղարաբաղյան հարցը, բայց գնան աստեցություն ունենալ, գնան ժխտական աստեցություն ունենալ նաև ցեղասպանության հարցը։ Ընկեր Վահագ, ուրեմն ձեռքից տակ է հորիզոնի հայկական ցեղասպանության 100-ամյակի բացառիկը, որտեղ ձեր խմբագրականում բավական լուրջ անդրադարձ եք կատարում ճանաչմանը, հատուցման փուլին, հաստատում եք, որ հատուցումը կիրագործվի, երբ բռնագրավված բնորանը իրավահաջորդը կվերադառնա, այսօր այդ վերադարձի մասին չենք խոսում ընդհանուր մինչև Արցախի պարագայում, եւ անդրադառնում եք այստեղ ցեղասպանության կորուստներին, հայրենիքի կորուստին, մշակութային, նյութական, հոգեբանական եւ մարդկային կորուստներին։ Այսօր այդ մարդկային կորուստների մեջ են նաեւ իսլամացած հայերը։ Իսլամացած հայերի պարագայում որպես մարդկային կորուստ ինչ կարող ենք ասել, սա մարդկային կորուստ է ցեղասպանության ֆիզիկական ոչ այսպես ենթատեքստի մեջ, թե հայկական ինքնության նոր ձև մնա, ինչպես իսլամացած հայերի հարցը կարող ենք ձևակերպել։ Նախ ուրեմն հայոց ցեղասպանության ժամանակ այս մասին առաջին վկայակրողները մեկ եղած է գերմանացի միսիոնար Յոհաննես Լեպսիուսը եւ Լեպսիուսը իր հայկական գոդորածներ կաղնի դեղեկագրին մեջ հստակորեն արձանագրած է որ ինչպես բռնի իսլամացուցած են ուրեմն գարկմը արեմդյան Հայաստանի շրջաններու բնակավայրերու հայերը օրինակ իր վկայակրություններու մեջ կգարտանք թե ինչպես Սև ծովու ափին մանավանդ օրդուի մեջ, գիրասոնի մեջ, դրաբիզոնի մեջ հավաքական բռնի իսլամացումներու դեպքեր բադած են եւ չենք խոսիր 100-200 ընտանիքի մասին, այլ կխոսենք հազարավոր ընտանիքներու մասին եւ Գեսարիո շրջանի մեջ օրինակ վկայակրվի որ մեկ օրվա մեջ 500 ընտանիք մեկ օրվա մեջ բռնի իսլամանան, իսլամություն գտնին։ Այս ասենք խորաբադգերի մեջ եթե հարցը պիտի քննարկենք, կանք եւ վերադառնանք Միացյալ Ազգերու գազագերբության մարդկային իրավանց հռչակագրին 1948-ի մարդկային իրավանց հռչակագրին։ Հռչակագրի 17-րդ կամ 18-րդ կետը կնշե որ մարդ անհատը ազատ է եւ իր իրավունք ունի իր խղճի ազատության, այսինքն գրոնքի իր գրոնքը ընդրելու իր խղճի ազատություն ունի։ Իսկ այնինչ որ բադայեցավ դակավի մի քանի տարի առաջ Սուրիո պատերազմի ժամանակ իսլամական պետության կողմէ բռնի իսլամացումներու այդպիսի բռնարարքներու բարական այսօր արդեն հստակ են այդ բոլորը։ Բռնի իսլամացումը ես կգարձեմ որ ցեղասպանության ասենք դարբեր հանգրվաններու դա մեկ բաղադրիչը կրնակազմեր։ Առաջինը ասենք հանգրվանը ցեղասպանության բռնի դեղահանությունն է, բռնակախտն է, աքսորն է։ Երկրորդ հանգրվանն է ֆիզիկական բռնատարությունը, ֆիզիկական խոշտանգումներ եւ սպանությունը, իսկ երրորդ բաղադրիչը կրնակազմել բռնի իսլամացումը խղճի բռնատարությունը։ Այսօրվա դրությամբ մենք ճունինք ասենք թվականակը այդ իսլամացած հայերուն։ Առաջինը հրանտինք խոսեցավ այս մասին, հրանտինքի ասենք հայդարարած թիվը ինքը
այդ ծևով ասենք հայտարարեց այդ օրերում 300,000-ի մասին գխոսի։ Նույն այդ ժամանակաշրջանին թուրք պատմապան Հալաջօղլուն, որ խնդրահարույց թուրք պատմապանն է, Հալաջօղլու հայտարարեց, որ այդ թիվը կգրնա 5 միլիոնի հասնի։ Օրինակ Միացյալ Նահանգներու Կալիֆոռնիայի շրջանի համալսարաններն պատմապան Քիթ Ոթենբոյի եզրակացությունը այն է, որ 1 միլիոն եւ հավանաբար ավելի թիվը։ Չենք գիտեր, թիվը չենք գիտեր, իսկ Թուրքիո մեջ դեղի ունեցած մարտահամարներու ժամանակ երբեք գիտեք չսվի, որ ցակումով հայեր իսլամացած էր, բռնի իսլամացած էր։ Ուրեմն այս հայության բարական այսօր նաև շատ հավանական է, որ մենք աշխատանք դանենք այդ ասենք ուղղությամբ աշխատանք, որ մեր հալուցման թղթածրարի մեջ ներառվի նաև բռնի հավատապող դարձած, բռնի գրոնապող դարձած այս հսկա հայկական զանգվածին խնդիրը, որտեվ օրը չէ օրը բիդի ասենք խոսվի այս մասին եւ ավելի ասենք ժամանակները բիդկան, որ ավելի ազատորեն խոսվի այս մասին։ Եվ օրինակ Հայաստանի մասնագետները, պատմաբանները ոչ թե միայն վերցնում են այդ թիվը իսլամացած հայերի, որ հստակ չէ, այլ նրանց որպես մարդկային կորուստ են համարում նաև նրանց ժառանգները, այսինքն նրանք այս տարիների մեջ գումարված եւս մեր համար կորուստ են, որի թիվը այլևս շատ բարձր է։ Ընկերներ, իսկ կարող է պատահի, որ Հայաստանը որպես ցեղասպանություն ապրած հայությունը, որպես ցեղասպանություն ապրած երկիր, այսօր ուրանա իր իսկ ցեղասպանությունը դասընկերց խաղաղության։ Հնարավոր է, որ մենք դժբախտաբար իրողության առջև լինենք եւ ագանատեսը լինենք այդ կործանումի։ Ընկեր Շահան։ Քիչ առաջ ընկեր Քրիստոֆոր ռուսական կորձոնի ավելի ճիշտ Վարշավեդի հայտարարություններում մեջ Ռուսաստանի թերագանության կամ մերձակցության ագնալության մասին նշեց։ Գիտեք, առարգայական եթե վերցնենք հայտարարությունները ոչ թե գսվի, որ քննենք, թե ինչ եղավ, գսվի ինչու եղավ եւ ինչպես եղավ։ Այսինքն Առարգայական եթե մոդելնանք, խնդրո առարգա չի դարձվի ցեղասպանության իրողությունը, ոչ խնդիրը Ռուսիո մերձակցության ընդգծումը կատարելու եւ ցեղասպանության թեմայի արձանագրման մեջ ռուսական շահարկումի մասին է ընդգծումները։ Ասիա մեկ, բայց ռուսական մերձակցության մասին ընդգծումը ներլով ունդ գարացուցած կլաս Օսմանյան գարցության պատասխանությունը ցեղասպանության եւ Օսմանյան գարցության իրավաժանագործ այսօրվա թրքական պետության։ Երկրորդ շատ բարձ է, որ որևէ պետություն, ոչ միայն Ռուսիան, ցեղասպանությունը գնալ է նաև իբրև քաղաքական խաղակարգ։ Գիտեք, սուրիական տարածքներու վրա մեծ հաշվով ցեղասպանությունը իրականացված էր եւ Սուրիան սպասեց 100 տարի անց ճանաչելու համար։ Երբ որ Դամասկոսի եւ Անկարայի հարաբերությունները քերլավեցան, այսինքն քաղաքական դրամապանությունը այստեղ բարձ է եւ միան Ռուսիո չի վերաբերել։ Ասել որ 1930-ին արձանագրվեցավ, 40-ին չարձանագրվեցավ, Ձիրնագապերտի ուշարձանը ինչպես կառավարվեցավ, այսինքն ասել ուզվի, որ Մոսկվան ցեղասպանությունը օգտագործած է Թուրքիո հետ իր հարաբերություններու ընթացքին ուղերձներ հղելու, ճնշումներ բանեցնելու, խաղատուղքի վերածելու, բայց ասիկա ընդհանրապես քաղաքական կանոնի մաս կազմող է, բան է, երևույթ է եւ միայն Ռուսիո չի վերաբերել։ Երկրորդ Օսմանյան գարցության մերձակցությունը դադարում բանը պատասխանությունը նվազեցնել է նաեւ վերականգնելու առաջարկները, որի մեջ կնպաստե
այդ բոլոր փորձերու վերականգնման, որոնք ցանկված էին, այսինքն Էդուարդի նամակը, որվա նախագահ Քոչարյանին չեն ընդառաջված, որ այ աշխուժյան ասնա ցանկացել որևէ չերանկած, հետո պրոտոկոլներում մեջ ծրագրված այդ մատնապաններու համատեղ հանձնաժողով գազմերը պրոտոկոլներու դավալումով այդ ևս ցախոված էր, հիմա Երևանը ինք գարաչարգե վերակննել ապոչ ցեղասպանության պատճառները եւ ցեղասպանության օգտագործումը այս կամ այն պետության կողմէ եւ այլն։ Քիչ արագ ճիշտ օրինակ դրվեցավ Կանադայի վարակային, որ ուրեմն Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթներու ակնար գնելով ստերության ինքնորոշման իրավունքի մասին խոսած է եւ ասիկա նաեւ մեկ բան ուշ է, որ նույնիսկ եթե Երևանը լուր է այսօր, կամ նույնիսկ դեպը պիտի ասի, որ հայտարարել որ ԵԱԿ-ի Մինսկի խումբը ավելորդ է եւ պետք է լուծարել։ Եթե դվյալ բնության շահերը Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու բաղը ասուցած կնկատել, նախ հայտարարություն ունելու եւ ավակորձնական քայլի անցնելու, անկախ Երևանեն այդ քայլը գարնեն, այդ հայտարարությունը կնել եւ այդ քայլը գարնեն։ Ուրեմն այս բարակային սպիրկի ուրեմն աշխատանքը, սպիրկի քաղաքական գործոնների հայտարարի համագարկի աշխատանքը այդ տղտազրահները պատրաստելն է, օրինակ Ադրբեջանի ռազմական հանցագործություններու փաստահավաքը, իրավական ադյաններ թիմելու, օրինակ ուրեմն աշխատանք անելու ԵԱՀԿ-ի, Մինսկի անդամ պետություններու մոտ, որովհետեւ այդ ցեվաչափը շարունակի վայելի լիազորությունները հագարական, որ այս պայմաններում մեջ չի գործել, բայց վաղը եթե քաղաքական իրավիճակը փոխվի, մարդիկ այդ ցեվաչափը վերականգնեն անպայման միջազգային կենտրոններ, անկախ որ Բաքուն գուզե կամ Երևանը գուզե, կամ գտիմե կամ չի թիմեր անոր լուծարանը։ Այսինքն ամբողջ խնդիրը մեր շահերը եւ զյալ պետության շահերը համընկնեցնելու քաղաքական բայի հասունացման ուրեմն այդ երևույթը լիարժեք օգտագործելու հնարավորություններով վրա կայանում։ Եվ ըստ էության այս ամբողջի մեջ Սփյուռքին արժև դրվեց պայքարի երկու այլևս ճակատ։ Մեկ Թուրքիո դեմ եւ ցավալիորեն մյուսն էլ ներքին ուրացման դեմ, այսինքն ձևով նաեւ չասեմ Հայաստանի, բայց ներկա իշխանության վարած քաղաքականության դեմ։ Ընկերշան, նաեւ դուք անդամ եք Գիլիգիա վերլուծական հարթակի, որ Հայաստանի եւ Սփյուռքի մտավորական անձեր միասին Անտիլիասի կաթողիկոսային մեջ համահայկական հրադապ իրադարձություններով քննարկումներ կատարեն։ Արդյոք կարելի է այս մեկը նկատել համահայկական նոր միասնական ճակատիմը, ձևավորումը կամ սկիզբը, առնվազն պատմաբաններու, քաղաքագետներու, իրավագետներու, միջազգային իրավունքի մասնակիցներու Հայաստանի եւ Սփյուռքի ներկայացուցիչներու խումբիմը համատեղ քննարկումներն են։ Գիտեք, Հայաստանը Սփյուռք քիչ նշեցինք, ուրեմն այդ համախմբվածությունները մասնագիտական, օրինակ լրագրողներու այդ համախմբումը չկա, քրոներու համահայկական համախմբումը չկա, ջանդարավետներու, բժիշկներու, որոնք սկսած էին համախմբվել եւ համատեղ քննարկել եւ մասնագիտական եւ ասպարեզային եւ նաեւ համահայկական օրագարկեր ամեն մեկի իր ոլորտի մեջ։ Այդ բոլորը չկա։ Այս մեկը առնվազն մասնակիցներու ցեվաչափ է, որ համահայկական օրագարկերը կքննարկե եւ աշխարհակությունը նաեւ Սփյուռքի ներկայացված է, դա նաեւ այդ խումբի մեջ Արցախի խորհրդարանի ազգային ժողովի նախագահը, ուրեմն Հայաստանի ազգային գիտություններու ակադեմիայի ցանասան հիմնարկներու
դնորեններ, գիտաշխատողներ եւ նաեւ Սպիտքի աշխարհակությունը ներկայացված է Հարավային Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Միջին Արևելքին այս ներկայացվածությամբ համայնքական օրակարգերու շուրջ խորհրդակցություններ քննարկումներ են նախագահությամբ Արամ առաջին հրապարակը հայրաբերել։ Ընկերներ, ցեղասպանության ուրացման համար բավական Հայաստանի ներկայիս իշխանությունը մեխանիզմներ օգտագործեց, այդ թվում նաև դիվանագիտական ճնշումներ, կրթական ծրագրի փոփոխություն, պատմության դասագրքերը փոխեցին, մանիպուլացրեցին, ամեն տեսակ աշխատանք տարան Սփյուռքի ձայնը լռեցնելու։ Այսինքն, եթե գանք, ասենք, կարող է հնարավոր է արդյոք ժխտողականության վրա հիմնված պետությունը լինել ժողովրդավար։ Ընկեր Վահագ, խնդրեմ։ Նախ այն իշխանությունները, որոնք իրենց իսկ ասենք պատմական տադի առնչությամբ նման ասենք այսօրվա նման դեղադվության, ոչ թե միայն դեղադվության, այլ նահանջի մեջ են, ընդհանրապես իրենց գործընթացի մեջ կմտնեն ներքին քաղաքական փակուղի։ Ներքին քաղաքական փակուղի ասելով այն է, որ արդեն իրենց քաղաքականությամբ կստեղծեն այն միջավայրը, որ ստեղծվի անհանդուր ժողովրդականությունը։ Անհանդուր ժողովրդականությունը ժողովրդավարություն չէ, երբ դու սերմանես որ անհանդուր ժողովրդականություն։ Ինչ կվերապերի իրենց հետակա գործունեության, իրենց հետակա արարքներուն, այդ բոլորը այսօր կտեսնենք, թե ինչպես հղի են լուրջ սպառնալիքներով։ Այսինքն զիջում եւ շարունակական զիջում դեպի ուր կրնա առաջնորդել ժողովրդավար պետությունը, դեպի ուր կերտանք նման զիջումներով։ Այսինքն այստեղ ես պիտի մեջ բերեմ Ամերիկայի նախագահներն, Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահներն Քենեդի նշանավոր խոսքը, որ կարելի չէ բանակցիլ այնպիսի կողմի հետ, որ գուկայև քեզի գսե այնինչ որ իմ սեփականությունս է ինձի կպատկանի, այնինչ որ քուգը դե սագարգելի է։ Ուրեմն մենք այսօր հասած ենք արդեն ճիշտ այդ ասենք քաղաքական անգյունատարածին եւ շատ վտանգավոր անգյունատարածն է այդ մեկը։ Ընկեր Սևակ եւ ընկեր Շահան, հետո կուզեմ նույն հարցին նաեւ պատասխանեք դուք։ Ընկեր Սևակ, լսում ենք։ Տեսեք, իմ գազիկովս բնականաբար քաղաքականության մեջ որ մեկ բան ամբողջովին նախատեսելը հավանաբար սխալ մեկնագետն է ցանկացած քննարկումի քաղաքական, որովհետև կարելի չէ ամբողջությամբ նախատեսել, թե ինչ կնա տեղի ունենալ։ Զուտ անձնական գազիկ ես կգազեմ, որ դժվար է, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն ներառյալ այսօրվան այսպես ասած իշխանությունները դժվար է ամբողջովին ուրանան արծարծման։ Այսինքն նորեն ասեմ, որ մեկ բան կարելի է տեղի ունենալ, բայց պիտի չուզեի պատկերացնել, որ մեգացություն ու նույնիսկ այս իշխանությունները պիտի ուրանային արծարծման։ Բայց թե ցեղասպանությունը ուրանալով մեկտեղ կարելի է ժողովրդավար պետություն ունենալ, ես կգազեմ ոչ երկու իրականություններ են, որոնք փոխկապակցված են ամեն տեսակետներով։ Ժողովրդավարությունը իր որդի մեջ նկատի ունի պատասխանատվություն, հավաքական պատասխանատվության սկզբունք, նկատի ունի արտահայտվելու ազատության սկզբունք, նկատի ունի մարդկային իրավունքների պաշտպանության սկզբունք եւ այլն։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն ինք պիտի ուրանա ցեղասպանությունը, այդ բնակային առնվազն շփոթ պիտի ստեղծի ինքնի ժողովրդի մեջ եւ բազմապես պատկերացրեք այսինքն ընկերային գացությունը երկրի մեջ կամ այդ դժվարությունները, որոնք կնան ստեղծվել ամենադարական մակարդակներում դա, ոչ, այսինքն բանը մենք ոնց ունենք քաղաքականը, դիվանագիտականը եւ այլն։ Եվ այդ կացության մեջ ինչպես կարելի է ժողովրդավարություն հաստատել կամ զորացնել կամ զարգացնել։ Պատասխանելու համարացումը պատասխանած պիտի լավ ոչ, բայց անգամ եւս կգտնեմ, որ
դժվար կնան պատկերացնել, որ ցանկացած իշխանություն Հայաստանի մեջ ամբողջովին ուրանա հայոց ցեղասպանությունը եւ ասել որ երբեք նման բան դեռ չի եղել։ Ընկեր Շահան։ Գիտեք, ես վերադառնում անկախության հռչակագիրը սահմանադրության զադելու եղանակի մեջ եւ եթե ադիգա դերի ունենա աստորեն Արցախի հարցը մոռացության տալ է նաեւ համայնայնության իղծելու կենսագործումը պատմական արտադրության վերականգնում եւ այլն բոլորը օդի մեջ ցկելու բան է, բայց քանի որ դուք ժողովրդավարության հարցը դրիք, ամենաժողովրդավար ծևը հանրաքվեր է եւ հանրաքվեով հարությամբ առաջնորդի գործող իշխանությունը իրական Հայաստանի քաղաքապարախոսությունը ժողովրդավարական ծևով հանրաքվեով ուրեմն իրականացնելու համար։ Այսի շատ նուրբ խաղ է, շատ նուրբ մարդավարական խաղ է, որպեսզի ժողովրդավարությունը եւ բանջները հրաժարումը կամ այդ բանջներու իրավական ուժի չեզոքացումը իրավականության զրկումը ժողովրդավար ծևով դերի ունենա, հանրաքվեով դերի ունենա։ Հադրամար ես քիչ աչքսեի, որ վտանգավոր ջամփապաշան է ասիգա։ Եվ Գիբրոսի օրինակը նանք։ Գիբրոսը հանրաքվե հրավ ունական բաժինը հանրաքվե հրավ միանալու կամ չմիանալու, այսինքն հոն եւս սահմանը բացվեցավ, հոն եւս ունական բաժինը ծևով հրաժարեցավ իր քրավյալ տարածքներեն դարձավ անդամ դարձավ Եվրոպական միության կան ուժեր իհարկե որ շարունակեն պահանջել վերամիանումը թրքական ուժերու հերացումը, բայց հոն եւս օգտագործվեցավ հանրաքվեի ժողովրդավար ծևը նման հիմա աշխարհական տարբերություններ խնդրի մեջ, բայց ես ասեմ կուզեմ միջազգային գործնական եղանակը ուղին գիրառելու այս մեթոդները, բայց ես փորձեմ ավարտել լավադեսական նոտայով այն առումով, որ վերադառնամ նորեն Չահերթի զանգվածային երևույթին, վերադառնամ թևի ձիզեռնագապերտ ժողովրդային զանգվածային խոսքին, հուսալով, որ ժողովուրդը պիտի մերժե անկախության հռչակագիրը իրավականորեն դառնաչափել սահմանադրության։ Եվ եթե ադիգա ըլլա, ըստ էության ադիգա նաև ժողովրդային ամուսնալության քվե կլա գործող իշխանություններուն դավադած կլա իրական Հայաստանի քաղաքապարախոսություն։ Շնորհակալություն ընկերներ եւ վերջին ձեր պատգամը մեր ակնդիրներին։ Ընկեր Վահագ։ Մեկ եւ հստակ պատգամ ճիշտ է որ այսօր պատմական դժվարին օրերու մեջ կգտնվենք, բայց հայ ժողովուրդը միշտ նման մարդահրավերներու թեմանտիման եկած է եւ վճռական բահուն իր սենք հաղթական երթը շարունակած է։ Իմ պատգամս է որ համայն հայությամբ հանցնարու լանք մեր հայտադին եւ անվգան շարունակենք մեր վահանջադիրական երթը։ Ընկեր Սևակ։ Գներեք, 100% կցայնակցիմ ընկեր Վահագին եւ այո հավանաբար ծավալն այսպես ասած կլիշե դարձած է գոչերն էլ չուսատվելու եւ այլն ասողերուն, բայց ես անգամ եւս մի բան եմ ասում, որ իսկապես հավանաբար ուսահատությունը բնական երևույթ է, բայց այդ ուսահատության մեջ մնալը ադորիավություն ենք ամեն ինչ վերջացած չէ, դեռ շատ կոզ վերաների կարշևնից, ես պիտի իսեի, որ ոչինչ վերջացած չէ, որովհետև քիչ առաջ Շահյանը բան ասավ եւ այդ մեկը կուզեմ այստեղ մեջ բերել, որ քաղաքական գործի մեջ միշտ չէ որ ամեն անգամ ուզածը բային, ուզածը տեղի պիտի ունենա, բայց պետք է մենք պատրաստ լինենք, որ երբ մեր շահերը կհամընկնին նվյալ բերության շահերներ եւ այլ օրինակները շատ են Կանադայի մեջ եւ ընդհանրապես այլու
Երբ այդ բառը կա, մենք հնարավորինս կարողանանք այդ բառը օգտագործել, որովհետեւ ամենաբարենպաստ պայմաններով դուրս գանք որպես ժողովուրդ, որպես հանք։ Եվ եթե այդ աշխարհանքը հիմա գտնե չունենք, ասելու համար որ չէ, ուրեմն որովհետեւ բամդերի չունենա, որովհետեւ հույս չկա, որ ինչ որ փոփոխություն պիտի լա, բայց երբ այդ բառը կա, պատրաստ է չլա։ Եթե հիմա գտնե այդ մոտեցումով շարժին։ Հետևաբար բոլորիս ոչ գազան պիտի լա, որ չուսահատենք, շարունակենք մեր վայրը, շարունակենք մեր աշխատանքը եւ ի վերջո հասնենք մեր նպատակը։ Գեշահան։ Ես վիդեոզեի որ իշխանությունները գարենան գարանչալել pedagogical եւ այրերիքն եւ ժողովուրդը։ Եվ սկուշլանք միշտ ոչ թե մնացելու, այլ ընդհանրապես պաշտպանելու pedagogical շահերը, որ ազգային շահեր են, այդ ազգի շահերը եւ pedagogical շահերը հագացրելու այդ ձուղակի մեջ չներկայացվենք, շահը եթե հագատրվի Ադրբեջանի շահային, պիտի փնտրեն զանազան խաղատուղթեր օգտագործելու ջնշելու համար Բաքուի վրա։ Անոնց մեկը գտնալ ռազմակերիներու ազատարձակման ջնշումները, բանջարները, երկրորդը գտնալ Արցախի մեջ գործադրված ցեղասպանության արձանագրումը եւ այդ հետևանքներու վերացման կամ ախտահանման համար Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, միջազգային երաշխավորության գործիքակազմի հաստատումը, ինքնորոշման իրավունքի արձանագրումը, ինչպես որ քիչ առաջ նշեցինք Կանադայի վարակային դեղ անուղագի ցել կուզեմ, որ մենք այս բոլորը պետք է իբրև աշխատանքային պլատֆորմ քաղաքական առաջադրանքներ, ամբիջական գարջադեր դրվածքով միջնաժամկետ եւ երկարաժամկետ դրվածքով այս բոլորը մշակենք իբրև ռազմավարությամբ եւ այլ ուղղությամբ աշխատենք։ Շնորհակալ ենք ընկերներ այս կարևոր զրույցի համար։ Սիրելի ակնդիրներ, այս ամենը լսելուց հետո մեզ մնում է հարցնել լռությունը հաշտության ճանապարհ է թե ուրացման, որովհետև եթե մենք լռում ենք, ուրացումը հաղթում է, ուրեմն պիտի մնանք մեր նախնիներին հավատարիմ, պիտի մնանք մեր հիշողությանը հավատարիմ, հողը մերն է, ճշմարտությունը մերն է, պահանջատիրությունը մերն է, այն շարունակվում է եւ սա գարման առարգա չէ։ Հաջողություն եւ շնորհակալություն մեզ ունկնդրելու համար։